ինչ է ցույց տալիս մեր քարոզարշավի ընթացքը, արդյոք ինչպիսին են տրամադրությունները ժողովրդի, արդյոք ժողովուրդը պատրաստ է այս ռեժիմին հեռացնել։ Մեծամասամբ ինչը որ տեսնում ենք քարոզարշավի ընթացքում ատելությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գերիշխող է եւ դրա վկայությունը նաեւ այն է ինչը որ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ տարբեր բակերում այսօր անգամ տեսանք թե ինչպես խանութ-պանը ասաց որ շատ տրամադրությունը ընկավ որովհետեւ տեսավ Փաշինյանին սա գերիշխող է միանշանակ հանգիստ դա կարող ենք ասել Պարզապես Փաշինյանը իր վարչական ռեսուրսը օգտագործելով պարզ է պետք է ցույց տա որ իբրև որ կա վստահություն բայց հաստատ այդպես չէ մի բան էլ կարող եմ ասել երեկվա ուրեմն մենք Շենգավիթ համայնքում էինք ուրեմն քարոզարշավի մասնակցում եւ մարդիկ չէին ուզում Երևալ բայց համաձայնություն էին հայտնում որ մենք ձեզ հետ ենք բացի դրանից երբ քարոզարշավը արդեն մենք էլ չենք կարող նկարահանել մեր բարձրախոսն էլ արդեն լիցքավորում չկար մեջը ուրեմն այնպես ստացվեց որ մետրոյի կայարանում այդ հատվածում մարդիկ մեզ կանգնացրեցին եւ սկսեցին հարցեր ուղղել ես ապշած էի ուղակի թե ինչպես էին մարդիկ ուզում իմանալ թե լավ ինչ է սպասվում իրենց եւ երբ որ դու բացատրում ես մարդկանց ինչ է սպասվում ապագայում երբ որ այս կեղծ ամեն ինչը անցնի եւ այս կեղծ խաղաղության քարոզը ավարտվի մեզ ապագայում ինչ է սպասվում մարդիկ ուղակի սկսում են մտածել եւ սրանից նաեւ եզրակացություն է կազմում որ Եթե ազգային ժողովրդավարական բևեռին, որը հանդես է գալիս 8 համարի ներքո, հնարավորություն տրվեր գոնե 2021-ից հետո ավելի շատ եթերներում լինել եւ բացատրել մեր գաղափարների լուծումները տալ, այսօր կարիքը չէր լինելու կանգնել, ինչ ասեմ, փնտրել մարդկանց հետ զրույցի բռնվել, որովհետեւ վիճակում էլ չէինք լինի հավանաբար։ Միանշանակ, որովհետեւ մենք հիմա ավելի վատ վիճակում ենք, իրոք մենք, որովհետև պատրանքը շատ ավելի վտանգավոր է, երբ որ մարդուն սուտ պատրանքի մեջ են, մտցրել են սուտ խաղաղության այդ կեղծիքի մեջ և մարդիկ էլ ուզում են, բնական է, չէ, որ ցանկացած մարդ ուզում է խաղաղություն ունենալ և պատրանքը ընդունում են զուտ իրականություն և Պարզ է, որ Փաշինյանն էլ ստախոսության մեջ մրցակից չունի և ինչ ասեմ, բայց Խոսքով Նիկոլին լավ օրեր չեն սպասվում։ Բացարձակ լավ օրեր չեն սպասվում, իմիջիայլոց մեզ դիտողների համար ես իհարկե երեք եմ նայել ժամանակի առումով չգիտեմ միգուցե սխալվում եմ, Արդարադատության նախարարը Գալյանը հայտարարեց, որ եթե ընտրություններում մեծամասնություն չի ձևավորվում, երկրորդ անգամ են գնալու ընտրության, երկրորդ անգամ ընտրության գնալուց հետո նոր արդեն կլինի ուրեմն կոալիցիաներ կկազմեն։ Սա եւս ընդ որում ասած, սա դեռ իհարկե քննարկման ենք դնալ, բայց եթե այս խոսույթը իրենք արդեն լրատվական դաշտ են նետում, սա եւս մեկ անգամ փաստում է, որ շատ վատ է իրենց գործերը, այնպես որ մեզ ուժ է պետք հենց ժողովրդի կողմից, մեր ուժը ժողովուրդն է, ժողովուրդ ջան, մեզ ուժ տվեք, ձայն տվեք մեզ, որպեսզի ազգայինը լինի ազգային ժողովում եւ այն ժամանակ կտեսնեք, թե այդ սև օրերը ուղղակի անընդհատ են լինելու, բացարձակ ընդմիջում չի լինելու Փաշինյանի համար սև օրերը, ազգային ժողովրդավարական բևեռ համար 8-ի ներքո։ Ազգային ժողովրդավարական բևեռ Քվեաթերթիկ համար 8